Բարի լույս, Աստված հավատարիմ է և ուզում է, որ մարդը հավատարիմ լինի։ Այսօր ճանապարհին մտածում եմ, թե ինչքան կարևոր է մեր հավատարմությունը Աստծո նկատմամբ։ Տեսել եմ մարդկանց, տեսնում եմ այսօր էլ մարդկանց, որոնք Աստծո կարիքը ունեն խնդիրներ, տարատեսակ խնդիրներ, իրենց անձնական կյանքի մեջ, իրենց ընտանեկան փոխհարաբերության մեջ, իրենց հոգևոր ապրումի մեջ և ձգտում են Աստծուն, վազում են դեպի Աստված։ Երբեմն գալիս են քահանայի մոտ, ասելով, որ այս տեսակ խնդիրներ կա և մենք չենք կարող ինքնուրույն, առանց Աստծո հնարավոր չէ։ Եվ տեսնում ես, թե մարդը ինչպես է աճում հավատքի մեջ, ինչպես է ոգևորված ներողություն, իր հավատքը շտկում, իր կյանքը փորձում շտկել, Աստծո կամքի համաձայն, Աստծուն հաճելի ապրելու համար։ Եվ գալիս է մի պահ, երբ տվյալ անձնավորությունը կամ որևէ մեկը հասկանում է, որ այլևս խաղաղ է իր մոտ, այդ հարցերը այլևս չկան։ Եվ սկսվում է չարի փորձության շրջանը իր կյանքում, որովհետև եթե այլևս հարցեր չկան, եթե այլևս խնդիրներ չկան, ուրեմն կարելի է մի քիչ Աստծո հետ շփվել։ Այսպես է մտածում մարդը և հետ է կանգնում իր հավատքից։ Եվ հիշում եմ Պողոս առաքյալի խոսքը, որ ասում է. մոռացաք, թե որտեղից ուր հասաք։ Ուրեմն սիրելիներս, որպեսզի մենք երբեք անհավատարմություն ցույց չտանք Աստծո նկատմամբ, մենք պետք է հիշենք, թե ինչպիսին ենք մենք և Աստծո շնորհով ինչպիսին դարձանք։ Եվ ոչ միայն նեղ օրերի մեջ Աստծուն հիշել և Աստծո հետ քայլել, այլ ուրախության, խաղաղության և հանգստության մեջ, որովհետև Աստված հավատարիմ է։ Նա երբեք մեզանից երես չի թեքի, եթե մենք ինքներս երես չթեքենք Տիրոջից։ Բարի լույս ձեզ, Աստված օրհնի բոլորիդ։